Երևանի փողոցներում այսօրվանից երթևեկում են նոր ժամանակակից տրոլեյբուսներ։ Հին շարժակազմն արդեն դուրս է բերվել շահագործումից։ Քաղաքապետարանի ձեռք բերած 45 նոր տրոլեյբուսն արդեն դուրս է եկել գիծ եւ սպասարկում է քաղաքացիներին։ Սա մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների ծրագրի հերթական փուլն է։ Նոր տրոլեյբուսները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, հարմարավետ սրահներով ու մարդկոցային ընթացքի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս երթևեկել նաեւ այն հատվածներում, որտեղ կոնտակտային ցանց չկա։ Իրականում այս վերջին 45 տրոլեյբուսների խմբաքանակը ռեկորդային թիվ էր, 12 մետրանոց տրոլեյբուսներ են, որոնցից նախկինում ունեինք ընդամենը 30 հատ, այսօր արդեն գումարային 75 հատ նոր ժամանակակից տրոլեյբուսներ են սպասարկում քաղաքը։ Եվ իրականում այս տրանսպորտային մեր շարժակազմի փոփոխությունները առաջին հերթին այդ ծառայության որակի փոփոխություններ են, հենց նրա համար այն ինչը որ մեզանից պահանջում են քաղաքացիները։ Քաղաքապետը նշում է, որ նոր տրոլեյբուսների գլխավոր առավելություններից մեկը դրանց ինքնավար ընթացքով երթևեկելն է։ Սա հնարավորություն է տալիս ընդլայնել երթուղիներն ու հասնել այն բնակավայրեր, որտեղ նախկինում տրոլեյբուսային սպասարկում կազմակերպել հնարավոր չէր։ Եվ այս տրոլեյբուսները նաև հնարավորություն ունեն առանց գծերի երթևեկելու եւ տարբեր բնակավայրեր, օրինակ Ջրվեժ, մենք կարողանում ենք հասցնել առանց լարերի տրոլեյբուսներ եւ այնտեղից քաղաքացիներին տեղափոխել քաղաք։ Հանրային տրանսպորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն նոր շարժակազմի ձեռքբերմամբ։ Քաղաքապետարանում վստահեցնում են, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև սպասարկման որակի բարձրացմանն ու վարորդների մասնագիտական պատրաստվածությանը։ Արդիականացման ծրագիրը շարունակական է։ Նոր տրոլեյբուսների մատակարարումից հետո նախատեսվում է փուլային կարգով փոխարինել նաև հին ավտոբուսները, վերանայել երթուղային ցանցն ու ավելացնել տրանսպորտի հասանելիությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Իրականում մենք հաջորդիվ մեր ծրագիրը կայանում է նրանում, որ պետք է փոխարինենք մեր հին մանուշակագույն հիգեր ավտոբուսները, որոնք որ անցյալից միակ հուշն են մնացել մեր հանրային տրանսպորտում, եւ դա փոխարինելուց հետո մենք արդեն կարելի ասել անցնում ենք նոր նորմայի, մենք ամբողջությամբ նաեւ կվերանայենք մեր հանրային տրանսպորտի գծերը, այնպես որ կրկնվող գծերը նվազեցնենք եւ հասանելիությունը էականորեն ավելացնենք Երևան քաղաքում հանրային տրանսպորտի եւ անպայմանորեն մենք շարունակաբար իհարկե աշխատելու ենք մեր տրանսպորտի որակի վրա։ Իսկ մայրաքաղաքի տրանսպորտային զարգացման երկարաժամկետ ծրագրերում առանցքային տեղ ունի նաև մետրոպոլիտենի ընդլայնումը։ Քաղաքապետը վերահաստատում է, Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագիծն առաջ է ընթանում։ Շուտով կսկսենք Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը եւ վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ ընտրություններից հետո հաջորդ առաջին ամենակարևոր քայլերից մեկը լինելու է Աջափնյակի մետրոյի շինարարության բուն process-ին հասցնելու բոլոր գործընթացները արագացնելու։ Նոր տրոլեյբուսները, արդիական ենթակառուցվածքներն ու նախատեսվող ծրագրերը Երևանի հանրային տրանսպորտն աստիճանաբար մոտեցնում են ժամանակակից եվրոպական քաղաքների չափանիշներին։ Քաղաքացիների համար սա նշանակում է ավելի հարմարավետ, անվտանգ ու հասանելի տեղաշարժ մայրաքաղաքում։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։